Ողջույն եւ բարի գալուստ Python podcast։ Ես Python եմ։ Այսօր խոսելու ենք թվային ապահովության այն կողմի մասին, որի մասին սովորաբար քիչ են խոսում, բայց որի հետևանքները շատ իրական են։ Երբ ասում ենք թվային ապահովություն, շատերը մտածում են հաքերների, գաղտնաբառերի կամ վիրուսների մասին, բայց իրական վտանգների մեծ մասը սկսվում է ոչ թե համակարգչից, այլ հենց մեզնից։ Սկսենք լուսանկարներից։ Այն, ինչ դու հրապարակում ես, մնում է ինտերնետում շատ ավելի երկար, քան դու կարծում ես։ Լուսանկարները կարող են պահպանվել, փոխանցվել, խմբագրվել եւ օգտագործվել առանց քո վերահսկողության։ Չի կարելի հրապարակել լուսանկարներ, որոնք բացահայտ ցույց են տալիս քո անձնական կյանքը, քո տան ներսը, քո գտնվելու վայրը, դպրոցը, աշխատանքային միջավայրը, ամենօրյա երթուղիները։ Սրանք մանրուքներ չեն, այլ հստակ տեղեկատվություն, որը գուցե թանկ արժենա։ Հաջորդը՝ բաց պրոֆիլներ։ Երբ քո էջը ամբողջությամբ բաց է, դու փաստացի անծանոթներին տալիս ես քո մասին շատ բան։ Ով ես, որտեղ ես լինում, ում հետ ես շփվում, ինչ ժամերի ես ակտիվ։ Դա կարող է օգտագործվել մանիպուլյացիայի, հետապնդման կամ խաբեության համար։ Թվային ապահովություն նաև նշանակում է հասկանալ, ով որքան իրավասություն ունի տեսնելու քո տրամադրած բովանդակությունը։ Բոլորը քո լսարանը չեն։ Անուն, տարիք, դպրոց, ծննդյան օր, հեռախոսահամար։ Առանձին դրանք անվնաս են թվում, բայց միասին կազմում են քո մասին տեղեկատվության ամբողջ պատկերը։ Սա հենց այն է, ինչ հաճախ օգտագործվում է խաբեությունների եւ սոցիալական մանիպուլյացիաների ժամանակ։ Հիշեք, չի կարելի այս տեղեկատվությունը հրապարակել կամ հեշտությամբ տալ անծանոթներին, նույնիսկ եթե նրանք թվում են նորմալ կամ բարեկամական։ Առանձին խոցելի թեմա է նաև երեխաների եւ դեռահասների անվտանգությունը։ Չի կարելի երեխաների լուսանկարները հրապարակել առանց մտածելու, ով կարող է դրանք տեսնել եւ ինչ նպատակով։ Չի կարելի դեռահասներին թողնել բաց պրոֆիլներով եւ առանց վերահսկման։ Չի կարելի նրանց վախեցնել ինտերնետով, բայց եւ չի կարելի ձևացնել, թե վտանգ չկա։ Թվային ապահովությունը այստեղ նշանակում է խոսել, բացատրել, հետաքրքրվել։ Ոչ թե վերահսկել ամեն քայլը, այլ սովորեցնել, մտածել։ Եվ վերջում, ամենակարևորը, ինտերնետում դու ոչ միայն բովանդակություն ես ստեղծում, այլև հետք ես թողնում։ Այդ հետքը կարող է աշխատել քո օգտին կամ քո դեմ։ Մինչ որևէ բան հրապարակելը արժե կանգ առնելու հարցնել։ Սա անվտանգ է։ Սա կարող է վնասել ինձ կամ ուրիշին։ Սա կմնա խնդիր նաև վաղը։ Թվային ապահովությունը վախի մասին չէ, այն գիտակցված ընտրության մասին է։ Ձեզ հետ կրկին Python-ներ։ Կհանդիպենք հաջորդ անգամ։